Հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Միրզոյանին։ Պարոն նախարար, մարտի 26-ից 27-ը ես պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը Աշխաբադում միջխորհրդարանական երկխոսությանը։ Սակայն ռուսական ավիաընկերությունը չեղարկել է տոմսերը։ Հավելեմ, որ ես ուղևորվում էի դիվանագիտական անձնագրով, ինչը իմ կարծիքով այս իրավիճակում ավելի է ծանրացնում այդ իրավիճակը։ Հարցերս հետևյալն են. Ինչ է կարծում, Հայաստանի Հանրապետությանը պետք է տրվի պարզաբանում, երկրորդը, կիրառվել է Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձի նկատմամբ սխալ քայլ, հավելեմ, որ ես կատարում եմ ուրեմն դիվանագիտական գործունեություն եւ մուտք չէի գործելու Ռուսաստանի Դաշնության տարածք, այլ տարանցիկ պետք է լիներ իմ չվերթը։ Եվ երրորդ հարցս, պարոն նախարար, ինչ եք կարծում, ինչ պետք է Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկի այս պարագայում։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, համեցեք պարոն Միրզոյան։ Շնորհակալ եմ հարցի համար Տիկին Ղազարյան, անկեղծ ասած ինձ տեղեկացրել են դեպքի մասին եւ մենք բնականաբար մանրամասները ձեզ հետ ճշտելուց հետո եւ ազգային ժողովի աշխատակազմի հետ ճշտելուց հետո անպայման դիմենք ռուսական կողմին պաշտոնական դիվանագիտական խողովակներով, պարզաբանումներ հայցելով եւ եթե այդպիսին է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, նաեւ առաջարկելով փոխել այդ դիրքորոշումը, բայց եւ այսքանով հարցը այս փուլում առնվազն պատասխանված եմ համարում, բայց ուզում եմ նաեւ առաջ անցնել եւ այսինքն ավելի լայն նայել հարցին։ Ցավոք սրտի առաջին անգամ չի, որ մենք լսում ենք Ռուսաստանի Դաշնության այս կամ այն պաշտոնյաների, այդ օղակի պաշտոնյաների կողմից Հայաստանի Հանրապետություն ներկայացնող պաշտոնյաների ուրեմն մուտքը արգելափակելու մասին, օրինակ նաև այս բան մտքից գալիս է նաև մեր տեղական ինքնակառավարման մարմիններից մեկի, համայնքապետերից մեկի Արթիկի, այո, համայնքապետի եւ այլ նաև գուցե ինչ կարող եմ ասել, այսպիսի դեպքեր իհարկե ցավալի են, բայց հետո էլ որ ասում ենք, որ Հայաստանի դեմ խառը կամ խառնածին կամ հիբրիդային գործողությունների մի մաս գալիս է նաև այդ պետությունից, տարակուսած նայում են մեզ, ասում են ոսկալի է տենց բան ասել։ Այո, եւ պետք չի, երբ որ խոսում ենք հիբրիդային գործողությունների մասին, անպայման պատկերացնել երկրի բարձրագույն ղեկավարի կողմից համակարգվող կոնկրետ գործողություններ, ում համար գաղտնի չի, ռուսական մեդիայից էլ ենք լսում, Հայաստանի Հանրապետության օրինական ընտրված կառավարության եւ վարչապետի եւ չգիտեմ հասցեին անհարիր արտահայտություններ այս կամ այն օղակի դրամաչափի պաշտոնյաների կողմից էլ եւ ահա նաեւ այս դեպքը լավ չի սա Ռուսաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունների համար, կխնդրենք նաեւ ճշգրտել դիրքորոշումը, շնորհակալ եմ։